Քարտեզները միշտ հանդիսացել են ամենաարժեքավոր տեղեկատվության աղբյուր և պահպանվում էին աչքի լույսի պես, հաճախ որպես պետական գաղտնիք, որպես թանկարժեք ունեցվածք, երբեմն նաև արվեստի գործ։ Օրինակ, որոշ տվյալներով հանրահռչակ Կոլումբոսը ունեցել է գաղտնի քարտեզներ և իմացել է հեռավոր արևմուտքում գտնվող երկրների մասին։ Հայաստանը հիշատակվում է աշխարհի հնագույն քարտեզներում, և դա ցուցահանդեսի կազմակերպիչների կարծիքով մեծ խաղաքարտ է։ Արգումենտները օդից վերցված տարածվում են, սուսպուս կարելի է քարտեզ ուղղակի դնել սեղանի վրա եւ ասել ես չեմ խոսում, խոսում է իմ տեղը խոսում է քարտեզը։ Դա շատ հազոր զենք է։ Որ վիճում ենք, փորձում ենք ապացուցել, քարտեզները ինքը իր մասին ամեն ինչ ասում են վիճելու, խնդիր չկա, ընդամենը բռնել, սա բազմացնել, տարբեր լեզուներով լցնել աշխարհ, նայեք, տեսեք, աշխարհը գիտի, ուղղակի պետք է մեկ-մեկ բզբզել այդ աշխարհին ցույց տալ։ Հավաքածուն ներառում է Քրիստոսից առաջ 6-րդ դարից մինչև 20-րդ դարի կեսերին աշխարհի տարբեր անկյուններում կազմված մոտ 3000 քարտեզներ։ Դրանցից յուրաքանչյուրում արտացոլված է Հայաստանը պատմական տարբեր փուլերում։ Աշխարհում հայտնի ամենահին քարտեզը Բաբելոնյանն է, կավե սալիկի վրա և պատկանում է մեր թվարկությունից առաջ 3-ից առաջին դարերին։ Բաբելոնյան քար, որի վրա նշված է 5 պետություն, որից այսօրվա օրոք միայն Հայաստանը գոյություն ունի։ Դրանից հզոր զենք, այդ հրաշք է ուղղակի, որ մենք ինչ արել են մեր հարևանները, ինչքան ինչ ուժ են, ջանքեր են գործադրել, որ մեզ ոչնչացնեն, իրանք են ոչնչանում, մենք ապրում ենք, որովհետև մենք ունենք ամեն ինչ համար։ Եվ առաջի հերթին հայ ոգու ուժը, որ հիմա մենք զգում ենք առաջնագծում։ Այաս ակումբի անդամ Վահե Անանյանը 93 թվականից զբաղվում է քարտեզների հավաքագրմամբ, տարբեր երկրներ է ճամփորդել և դա հնարավորություն է տվել իրեն զբաղվել նախասիրությամբ։ 50 հատը օրիգինալ է, բայց քարտեզները շատ թանկ են, հասկանում եք, դժվար է օրիգինալներ հավաքելը, բայց այդ իմ մոտի գտնված քարտեզները բոլորը կոպիա են, օֆիցիալ ֆաքսիմիլեներ իրական քարտեզներից։ Հավաքել եմ տարբեր համալսարանների գրադարաններից, թանգարաններից, արխիվներից։ Բրիտանական թանգարանում գտնվում է 3 լեզուներով, այդ թվում նաև հայերենով գրված անգլոսաքսոնական ժամանակագրությունը, առ այն, որ երկրի առաջին բնակիչները եղել են բրիտներ, որոնք եկել էին Հայաստանից և ի սկզբանե բնակեցրել էին Բրիտանիա կղզու հարավային մասը։ Մի շարք քարտեզների վրա Հայաստանը նշված է որպես տարածաշրջանում հզոր աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող երկիր։ Հեսա տեսեք 6-րդ դար միջև դո Ռождества Христова, դո միջև 19-րդ դար, այսինքն մի քանի դար Հայաստանը գոյություն ունի որպես պետություն, բայց քարտեզների վրա նշում են որպես ամենակարևոր գեոպոլիտիկ տեղ ունեցող երկիր։ Պատմական ատլասներ, որոնք շատ մոդայիկ էին 19-րդ դարի սկզբին, եւ ատլասը քրոնոլոգիայով գնում է դրախտի սկիզբը դրախտ, հետո հայտնվում է 2-3 պետություն, արդեն Հայաստանը կա, դո 19 վեկը ամեն քարտեզի վրա Հայաստանը իր կոնկրետ միշտ մի տեղում։ Ուշագրավ է 1590 թվականի քարտեզը, որտեղ պատկերված է դրախտի աշխարհագրական դիրքը։ Այն գտնվում է Հայաստանի տարածքում։ Դրախտը իհարկե կոնկրետ մի տեղում չի ֆիքսված։ Այս ստացվեց, որ սա Հայաստանի վրա էր ընկնում։ Ոչ թե ինչ որ մի տեղ, այսինքն ամբողջը որ սենց դնում է, սա Հայաստանը փակվում է։ Ուրիշ տեղ չկա, Հայաստանի վրա է սա։ Վանա լճից, Տոսկ լճից սկսած մինչև հասնում է Արաքսի, Քուրի, այդ խառնարանները, որտեղից որ սկսվում են, այսինքն ամբողջ բանով մեկ բացատրել դա ինչ որ ձևի դժվար է, որովհետև մարդկությունը լավ հիշում է, ինքը որտեղից է, ուղղակի իրան ձեռ չի տալի այդ բանը։ Մենք էլ դանդալուշաբար մոռանում ենք այդ մարդկությանը հիշացնել, որտեղից է ինքը դուրս եկել։ Հավաքածուի մեջ կարևոր տեղ ունի նաև Արցախը, որի մասին խոսում են 18-րդ եւ 19-րդ դարերի քարտեզները։ Դա ֆրանսիական մի քարտեզ է, որտեղ կոնկրետ նշված է Արցախը, Արցախի տերիտորիայի մեջ եւ հյուսիսային Արցախն է։ Եվ գերմանական քարտը շատ հայտնի գեոգրաֆի Կարլ Սպրուները, որի նույնիսկ նշված է Արցախի территориան в том понимании, которое мы знаем, ու
սա տապամիմիկան քարտեզի գերմաները տարերով, բայց հայերենն է։ Այաց ծովային հետազոտությունների ակումբն արդեն հրավեր ունի եւ առաջիկայում նման ցուցահանդես կկազմակերպվի Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում։ Ակումբի անդամները նպատակ ունեն հավաքածուով շրջել աշխարհով մեկ եւ մարդկության ուշադրությունը սևեռել կարևորագույն հարցերի վրա։ Գոհար Ռուստամյան, Միրուժան Հայրապետյան, օր